դրում, որն այսպես թե այնպես բոլորիս բարեկեցության բաղկացուցիչ մասն է ևս։ Եվ այն քաղաքացին, որ ամենայն պատասխանատվությամբ եւ հոգատարությամբ է վճարում հարկերը, պետք է ամենայն մանրամասնությամբ եւ համոզվածությամբ նկատի, որ արդար դաշտ է գործում։ Վերջին տարիների մեր քաղաքականությունը հենց այս հիմնական նպատակին է ուղղված՝ վերականգնել արդարությունը եւ երաշխավորել, որ բոլորն են վճարում հարկերի իրենց հասանելիք մասնաբաժինը։ Սրա մասին խոսելը հեշտ է, սակայն փաստացի իրականացնելը ոչ թե բարդ, այլ ցավոտ։ Ասում եմ ցավոտ, որովհետեւ ինչպես այլ, այնպես էլ մեր հասարակությունում գտնվում են մարդիկ, ովքեր բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են խուսափել հարկ վճարելուց։ Ավելին, հարկ չվճարողին թվում է, որ իր գործարկած խարդախ մեթոդը հնարամտության արդյունք է, պարզ ասած շուստրիություն է, որը ոչ միայն ամոթ չէ, այլ նաև խիզախության դրսևորում է, չէ որ կարողացել է խաբել պետությանը, կարողացել է արտոնյալի կարգավիճակ սահմանել ինքն իր համար։ Դեռ մի բան էլ ոգևորվել դրանից։ Սա մեծ արատ է, չափազանց մեծ արատ, որը թուլացնում է պետության հիմքերը, թույլ չի տալի շարժվել այն ուղղությամբ, որը կապահովեր կայուն պետություն ունենալու առաջնահերթությունը։ Այս արատի հաղթահարումը գոնե ինձ համար շատ պարզ է։ Մեր քաղաքացիների եւ ձեռնարկատերերի հնարամիտ մեթոդները պետք է ուղղվեն նորարարությանը, արտադրողականության բարձրացմանը, գործիքների արդյունավետ կիրառմանն ու հնարավորությունների ընդլայնմանը եւ ոչ հարկեր թաքցնելուն։ Նա, ով օրական մի քանի հազար դրամ է փախցնում հանրության գրպանից, չի նպաստում նույնիսկ իր իսկ բարեկեցությանը։ Փախցրածի, գողացածի եւ թաքցրածի արդյունքում 1 կիլոմետր քիչ կառուցված ճանապարհը, 1 մարզադաշտի բացակայությունը, 1 խնդրի լուծման հետաձգումը ոչ միայն հանրության, այլ նաև առանձին այդ միավորի, գողացողի եւ իր ընտանիքի հաջողության, առողջության առաջ մղվելու խաթարումն է։ Օրական մի քանի հազար դրամ հարկ փախցնելը պատվաբեր չեն նույնքան, որքան պատվաբեր չեն գողությունը կամ դասական խարդախությունը։ Հատկապես շինարարության ոլորտում գործում են ինքնակազմակերպված խմբեր, որոնք ծառայություններ են մատուցում առանց հաշիվ դուրս գրելու եւ որոշ դեպքերում չունեն նույնիսկ գրանցված իրավաբանական անձ։ Հիշեցնում եմ, որ նման գործունեությունը համարվում է ապօրինի ձեռնարկատիրություն եւ այն քրեորեն հետապնդելի արարք է, պատիժը ընդհուպ ազատազրկում։ Ընդգծում եմ նորից, մեր պարտականությունը հարկային ստվերը կրճատելն է, ոչ միայն բյուջեի ֆինանսավորումն ապահովելու համար, այլ նախ եւ առաջ պարտաճանաչ հարկ վճարողների իրավունքները պաշտպանելու, հասարակության մեջ արդարության զգացումը ապահովելու եւ շոշափելի դարձնելու համար։ Հարկային վարչարությունը պետք է իր թիրախում պահի հարկային կարգապահության հարցը եւ ուրախ եմ, որ վերջին տարվա ընթացքում կայացած որոշումներն ու օրենսդրական փոփոխություններն այս իմաստով ընդլայնել են վարչարության գործիքակազմը։ Վստահ եմ, թվայնացման եւ արհեստական բանականության գործիքների կիրառման ընդլայնմամբ հնարավորություն ենք ունենալու ավելի արդյունավետորեն բացահայտելու հարկերից խուսափելու դեպքերն ու կիրառելու համարժեք պատասխանատվություն։ Սիրելի գործընկերներ, վստահ եմ բոլորդ սպասում եք երբ եմ թվերի մասին խոսելու։ Հիմա խոսեմ Հայաստանում տնտեսական զարգացումների մասին։ 2024 թվականը Հայաստանի Հանրապետության համար տնտեսական աճի կայունացման ժամանակահատված էր։ 24 թվականին գրանցվել է 5.9% տնտեսական աճ, պայմանավորված հիմնականում ծառայությունների աճով։ Տնտեսական աճն ուղեկցվել է ներքին եւ արտաքին պահանջարկի աճով։ 2021-24 թվականներին Հայաստանի Հանրապետության տնտեսությունում միջինում գրանցվել է 8.2% տնտեսական աճ։ Հարկ է նշել, որ վերջին տարիների զարգացումների արդյունքում պոտենցիալ աճը եւս բարձրացել է, նախկին 4-4.5% գնահատականի դիմաց այժմ գնահատվում է 5-5.5։ Արտադրողական մարդկանց եւ ձեռնարկությունների դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ներհոսքին զուգահեռ պոտենցիալի բարձրացմանը էական նպաստում է ունեցել նաև պետական կապիտալ ծախսերի դերի եւ արդյունավետության շարունակական բարձրացումը։ Ընդ որում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքին արդյունավետ ինտեգրելու կառավարության ջանքերը եւս նպաստել են տնտեսական ներուժի բարձրացմանը։ 2024-ին 23-ի համեմատ 4.9%-ով աճել են մեկ շնչին ընկրող ՀՆԱ-ն, հասնելով 3.360.000 դրամի կամ 8.556 ԱՄՆ դոլարի։ Ընդ որում, այս ցուցանիշով վերջին տարիներին մենք առաջ ենք անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Պերուն, Բելարուսը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Ադրբեջանը, Կոլումբիան եւ Թայլանդը։ Հավելեմ նաեւ, որ 2017 թվականին մենք այս ցուցանիշով զգալիորեն զիջում ենք նշածս բոլոր երկրներին, որովհետեւ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն
կազմում էր 3869 ԱՄՆ դոլար։ Եթե նույնիսկ զտեմ դրամի արժևորման էֆեկտը դոլարի նկատմամբ, ապա 2024 թվականի ցուցանիշը միևնույն է ավելի կլիներ 17-ից 80%-ով։ Այս համատեքստում ամենակարևորն այն է, որ մենք աճում ենք ավելի արագ, քան աշխարհը միջինում։ Վերջին 3 տարիների բարձր տնտեսական աճը ուղեկցվել է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ, որի մասին նաև վկայում են կենսամակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշների դրական դինամիկաները, այդ թվում աշխատավարձի, աղքատության, սոցիալական բևեռվածությունը բնութագրող ցուցանիշները։ Հատկանշականն այն է, որ 2024 թվականին աշխատավարձերի եւ վարձու աշխատողների աճը գրանցել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ 2024 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 6.4%-ով, կազմելով 287.172 դրամ, իսկ վարձու աշխատողների թիվը 5.2%-ով, կազմելով 760.555 մարդ։ Աշխատավարձի աճին հիմնականում նպաստել են մեծածախ եւ մանրածախ առևտրի, կրթության, մշակող արդյունաբերության, շինարարության, ինչպես նաեւ ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտների աշխատավարձերի աճը, իսկ վարձու աշխատողների աճին առևտրի, շինարարության եւ կրթության ոլորտներում աշխատողների թվի աճը։ Տնտեսական այս դրական զարգացումներն արտացոլվել են նաեւ աղքատության ցուցանիշներում։ Մասնավորապես 2023 թվականին գրանցվել է վերջինիս 1.1% կետով նվազում, զուգահեռաբար ուղեկցվելով նաեւ եկամուտների անհավասարության աստիճանական մեղմացմամբ։ Աղքատության խորության ցուցանիշը բարելավել է գրանցելով 0.3% կետով նվազում։ Բացի այդ, ըստ աղքատության սրության, անհավասարությունը մնացել է հարաբերականորեն կայուն մակարդակում։ Դրական զարգացումներ են գրանցվել նաև բազմաչափ եւ հարաբերական աղքատության տեսանկյունից, համապատասխանաբար 3.4 եւ 0.9% կետով նվազմամբ։ Ծայրահեղ աղքատությունը նվազել է 0.1% կետով։ Ընդ որում, ընթացիկ դրական զարգացումները հնարավորություն են տալիս ենթադրել, որ աղքատության նվազման միտումը կկրի շարունակական բնույթ։ Հատկանշական մեկ այլ փաստ ևս։ Վերջին տարիներին զուտ արտահանումը զգալիորեն բարելավվել է։ Եթե 2011-17 թվականներին զուտ արտահանումը հնայում միջինում կազմում էր -16.5%, իսկ 18-21 թվականներին կազմել է -11.2%, ապա 22-24 թվականներին միջինում կազմել է -1.1%, որին զգալիորեն դրական նպաստ է բերել ծառայությունների արտահանման դերի բարձրացումը։ 2024 թվականին բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2 միլիարդ 391 միլիարդ դրամ, ինչը ցածր է եղել ճշտված պլանից 188 միլիարդ դրամով։ Արդյունքում հարկերի հնացուցանիշը կազմել է 23.5%, 2023 թվականի 24%-ի դիմաց։ Հազար ու մի մեկնաբանություն եղավ հարկերի հավաքման թեմայով, սկսած ֆինանսների նախարարության կողմից սխալ պլան կազմելուց եւ վերջացրած տնտեսության կոլապս բուժող լուրերով։ Թույլ տվեք պարզաբանել։ 2024 թվականին հարկեր հնանվազումը հիմնականում պայմանավորված է եղել ավտոմեքենաների ներմուծման նվազմամբ, ինչպես նաեւ այնպիսի ոլորտների դերի բարձրացմամբ, որոնք համեմատաբար ավելի քիչ հարկային մուտքեր են ապահովում, ինչպիսիք են օրինակ անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտը եւ արտահանումը։ Բացի այդ, հարկեր հնացուցանիշի վատթարացմանը նպաստել է նաև 2023 թվականին բանկային համակարգի շահույթների նվազումը, որի գծով շահութարկի վճարումները իրականացվել են 2024 թվականին։ Այս նվազումը արտացոլում է տնտեսության կառուցվածքի փոփոխությունը, մասնավորապես արտահանման դերի աճը, որը տնտեսական գործունեության առավել ցածր միջին կշռված դրույքաչափով է հարկվում։ Չնայած կառավարության ծրագրով նախատեսվում է 25% հարկեր հնացուցանիշ գնացել 2026 թվականին, սակայն այդ ճանապարհին կառավարությունը կենտրոնանում է հարկային համակարգի արդարության, արդյունավետության, ինչպես նաև տնտեսության մրցունակությունը մեծացնելու վրա եւ որևէ կերպ նպատակ չենք ունեցել ապահովել նախանշած հարկերի հավաքագրումը ամեն գնով, այդ թվում տերորի ենթարկելով մասնավոր հատվածին, ինչպես հաճախ անհիմն շահարկվումը։ Պետք է խոսեմ նաև հարկային քաղաքականությանը վերաբերվող հարցերից, քանի որ դրանք եղել են հանրության ուշադրության կենտրոնում եւ հնարավոր չէ դրանց անդրադարձ չկատարել։ Քննադատության հիմնական շեշտը դրվում է այսպես. քանի որ ունեցել ենք հարկերի թեր հավաքագրում, այժմ հարկերը բարձրացվում են, որպեսզի ամեն գնով ապահովենք բյուջեի եկամուտների հավաքագրումը։
Եթե այդպես լիներ, ապա հարկեր հնացուցանիշը չէր նվազի։ Հիշեցնեմ նաև, որ բոլոր փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարի 1-ից, չէին կարող որևէ ազդեցություն ունենալ 2024 թվականի հարկային եկամուտների վրա։ 2024 թվականի ամենաէական հարկային փոփոխությունները վերաբերում են շրջանառության հարկի համակարգին։ Նախագիծը շատ լայն քննարկման արժանացավ։ Այդ քննարկումների ժամանակ մենք նշում էինք, որ փոփոխությունների նպատակը ոչ թե հավելյալ հարկեր հավաքելն է, այլ այն, որ դրանք թիրախավորում են ստվերային շրջանառությունը եւ տնտեսական գործունեության պատշաճ փաստաթղթավորումը։ Փաստացի արդյունքները վկայում են եւ ապացուցում են, որ մենք ճիշտ էինք։ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին շրջանառության հարկի մուտքերը կազմել են 34 միլիարդ դրամ եւ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 24.6%-ով, ինչը բարձր է նախորդ տարվա աճից ընդամենը 8.1%-ով։ Փաստացի ապացուցում է, որ այն պնդումները, թե հարկային բեռը կրկնակի, եռակի կամ ավելի շատ բարձրանալու է, չի համապատասխանում իրականությանը։ Անցնենք ծախսերին։ Ակնհայտ է, հարկերի վճարման կարևորության մասին խոսելիս պետք է խոսենք այն մասին, թե այդ միջոցները ինչպես են ծառայում մեր բարեկեցությանը։ Ի վերջո հարկ վճարելը միակողմանի գործընթաց չէ։ Կարելի է ասել, որ հարկ վճարելով ես գնում եմ որոշակի ծառայություններ եւ իմ հարկ վճարելու պատրաստակամությունը կախված է այդ ծառայության քանակից եւ որակից։ Բյուջեի բովանդակային քննարկումը կարևոր է հասկանալու համար, թե մեր բոլորի կողմից վճարված հարկերը ինչպես են վերաբաշխվում սոցիալական տարբեր խմբերին, ինչպիսի ծառայություններ են մատուցում եւ ինչպիսի ներդրումներ են արվում մեր պետության ենթակառուցվածքները զարգացնելու եւ դիմադրողականությունը բարձրացնելու համար։ 2024 թվականի պետական բյուջեից ծախսվել է 2 տրիլիոն 955 միլիարդ դրամ, որից 558 միլիարդ դրամը կազմել են կապիտալ ծախսերը։ 2024 թվականի ծախսերը ավելին են եղել 2023 թվականից 356 միլիարդ դրամով, որից կապիտալի մասով 63 միլիարդ դրամով։ Մյուս հարցն այն է, թե ինչպես են ծախսվում այս միջոցները, որ լավագույնս հասցեագրեն մեր քաղաքացիների անձնական եւ ընդհանրական շահը։ Հասարակության մեջ շահերը տարբեր են եւ կոնսենսուսի հասնելը ծախսման առումով շատ բարդ է, եթե ոչ անհնարին։ Բյուջեն կազմելիս պետք է հմտորեն հավասարակշռել ոչ միայն տարբեր շահառու խմբերի ընդհանուր շահերը, այլ նաեւ այդ խմբերի կարճաժամկետ շահերը, որպիսիք են եկամուտը, բնակարանային ապահովումը, անվտանգությունը եւ այսպես շարունակ, եւ բնականաբար երկարաժամկետ շահերը եւս, ինչպես հողի օգտագործումը, կարողությունները եւ գիտելիքը, առողջությունը, բնական եւ սոցիալական միջավայրը։ Սա է պատճառը, որ մենք հրաժարվում ենք այս ռոպեական ականջահաճո ծախսեր անելուց եւ կենտրոնանում ենք այնպիսի միջոցառումների վրա, որոնք երկարաժամկետ ազդեցություն են ունենալու։ Նույնիսկ սև ցուցակում հայտնված մեր քաղաքացիների համար եկամտահարկից վարկային պարտավորությունների մարման ծրագիրը, որ շատերի կողմից քննադատվեց որպես պոպուլիստական, համարում եմ չափազանց էական։ Մենք համաձայնեցինք այսօր հրաժարվել մեր եկամուտների մի մասից, հնարավորություն տալու մեր հասարակության աշխատունակ մի ստվար զանգվածի վերաինտեգրվել աշխատաշուկայում եւ օգտվել ֆինանսական ծառայություններից։ Մյուս կողմից իհարկե առկա են շտապ լուծում պահանջող հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային հարցը, որի լուծումն այսօր անհրաժեշտ է վերջինիս տնտեսական եւ սոցիալական ներառումը պատշաճ եւ հնարավորինս արագ իրականացնելու համար։ Բոլորի շահերից է բխում մեր եղբայրների քույրերի Հայաստանում մշտական տուն, աշխատանք եւ ապրելու հարմարավետ միջավայր ունենալու հնարավորությունը։ Այս նպատակի համար 2024 թվականին հատկացվել է ավելի քան 68 միլիարդ դրամ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության բոլոր միջոցառումներում, մասնավորապես կենսաթոշակի, պարգևավճարի, պատվովճարի ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, չաշխատող անձի մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, իրավունքի իրականացման համար պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներում։ Նշեցի, որ 2024 թվականին ծախսել են 356 միլիարդ դրամով ավելին։ Մեծ հաշվով կառավարության քաղաքականությունը հասկանալու համար պետք է դիտարկել այն անկյունից, թե այս ավել գումարները ինչպիսի առաջնահերթ ծախսերի են ուղղվել։ Պետական ծախսերն ավելացել են 13.7%-ով, այդ թվում կրթության ոլորտի ծախսերը 25.8%-ով, առողջապահության ծախսերը 9.6%-ով, սոցիալական ծախսերը 20.7%-ով, պաշտպանության եւ անվտանգության ծախսերը 5.7%-ով, իսկ կապիտալ ծախսերը 12.8%-ով։ Այսպիսով կառավարությունը մեծացրել է ներդրումները մարդկային եւ ֆիզիկական կապիտալում, ընդլայնելով տնտեսության ներուժը եւ խթանելով երկարաժամկետ աճը։ Նման մոտեցումը պահպանվելու է նաեւ միջնաժամկետ հորիզոնում
եւ պետության դերը հանրային կյանքում հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից լինելու է զարգացման առաջնորդությունը, ընդլայնելով տնտեսության կարողությունները եւ մեծացնելով արտադրողականությունը։ Այժմ պարտքի եւ դեֆիցիտի մասին։ Կառավարության համար առաջնահերթ է պահել պարտքի բեռը 50%-ի շրջանակներում, որը գնահատված է որպես ապահով մակարդակ եւ ամրագրված է հարկաբյուջետային կանոններում։ 2024 թվականին կառավարության պարտք հնացուցանիշը կազմել է 48.2%, նախորդ տարվա համեմատ նվազելով 0.2%-ային կետով։ Դա հնարավոր է դարձել պետական բյուջեի պակասուրդը չափավոր մակարդակում պահպանելու, ինչպես նաև մակրոտնտեսական կայուն միջավայր ձևավորելու շնորհիվ։ Այսպես, պետական բյուջեի պակասուրդը կազմել է համախառն ներքին արդյունքի 3.7%-ը։ Սա այն դեպքում, երբ աշխարհի զարգացող երկրներում այն գրացել է հնա շուրջ 5.5%, իսկ զարգացած երկրներում 4.7%-ի շրջանակներում։ Մյուս կողմից, կոորդինացված հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների ներքո տնտեսական աճը շարունակել է բարձր մնալ, գնաճը եւ փոխարժեքը կայուն լինել, ինչն արտացոլվել է նաեւ պարտքի մակարդակում։ Սակայն ամենակարևորը, պարտքի կայունությունը չի ապահովել խիստ գոտիները ձգելու կամ զարգացումը զոհելու միջոցով։ Մյուս ոչ պակաս կարևոր ձեռքբերումը պարտքի կառուցվածքի շարունակվող բարելավումն է, որի արդյունքում ներքին պարտքի կշիռը կառավարության պարտքում 2024 թվականի վերջին հասել է 51.8-ի, իսկ ՀՀ դրամով արտահայտված պարտքի կշիռը 50.8%-ի։ Հիշեցնեմ, որ այս ցուցանիշները 2018 թվականի վերջի դրությամբ 21.8 եւ 19.1 էին, եւ ապահովել է ավելի քան կրկնակի բարելավում Հայաստանի ցուցանիշը մոտեցնելով դիմակայունության տեսանկյունից ավելի ընդունելի մակարդակի։ Շատ ենք խոսում պարտքի մակարդակից կամ դրա սպասարկման ծավալներից։ Այստեղ մակերեսային կիսատ պռատ վերլուծություններն անտեղի են, բայց հենց սրանով էլ զբաղված են պսևդո վերլուծաբանները եւ դեղին մամուլը նպատակ ունենալով ապակողնորոշել եւ ահաբեկել մեր հանրությանը։ 2024 թվականի պարտքի սպասարկմանը ուղղվել է 314 միլիարդ դրամ, ծախսերի 10.6%-ը։ Չեմ վիճի, որ սա զգալի ծախս է, որի նվազման ուղղությամբ հսկայական ջանքեր պետք է դնենք առաջիկայում։ Մեզ ուղղված մեկ այլ մեղադրանքի մասով էլ խոսեմ։ Ասում են, որ 2018 թվականին այս նպատակով ծախսվել է 139 միլիարդ դրամ, կամ այդ թվականի բյուջեի ծախսերի 9.6%, այսինքն 1%-ային կետով պակաս։ Բայց այստեղ առկա է մի էական տարբերություն։ 2024 թվականին ծախսված 314 միլիարդ դրամի 70%-ը կամ 220 միլիարդը ուղղվել է ներքին պարտքի սպասարկմանը։ Հատկանշական է, որ 2018 թվականին արտաքին պարտքի սպասարկման համար ծախսվել է ընդամենը 18.8 միլիարդ դրամով պակաս գումար, քան 2024-ին։ Տրամաբանական հարց է առաջանում, ինչ տարբերություն արտաքին թե ներքին պարտք է։ Տարբերությունն այն է, որ ներքին պարտքի սպասարկման տոկոսները դառնում են եկամուտ բանկերի, ներդրումային ընկերությունների եւ կենսաթոշակային ֆոնդերի համար, որն էլ իր հերթին եկամուտ է դառնում մեր քաղաքացիների համար։ Մեծ հաշվով այս գումարը այն պարգևավճարն է, որ մենք տալիս ենք մեր քաղաքացիներին իրենց եկամուտները խնայելու համար, որովհետև այդ խնայողությունները այսպես թե այնպես դառնում են ներդրում Հայաստանի տնտեսական պոտենցիալի մեծացման մեջ, քանի որ պետական պարտքը ծառայում է միայն կապիտալ ներդրումներ իրականացնելու համար։ Այս պատճառով է էական տարանջատել պարտքը ներքին է թե արտաքին։ Այս պատճառով էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոսում արտաքին պարտքի մասին միայն։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այս եկամուտներից նաև հարկ է վճարվում։ Կրկնվեմ, ներքին պարտքը 2024 թվականին հասել է պատմական 52%-ի, 2018 թվականի 22%-ի փոխարեն։ Անցնելով առաջ եւ անդրադառնալով պահուստներին, կառավարությունը համահունչ 2024 թվականի բյուջեին ձևավորվել է բյուջետային պահուստներ եւ իրացվելիության բարձիկներ, որոնք հնարավորություն են տվել հաջողությամբ նավարկել անորոշությունների եւ հարկման բազաների տատանումների պայմաններում։ Այսպես, պահուստային ֆոնդը թույլ է տվել չեզոքացնել կանխատեսված է համեմատ հարկային եկամուտների պակաս հավաքագրման հնարավոր բացասական ազդեցությունը հարկաբյուջետային համակարգի վրա, իսկ իրացվելիության բարձիկները ներդրողներին վստահություն են փոխանցում կառավարության կանխիկ հոսքերի սահուն կառավարման մշտական հնարավորության վերաբերյալ։ Ընդ որում, սա դրսևորվել է ներքին պարտքային շուկայի դինամիկ զարգացման, խորության եւ իրացվելիության ավելացման պայմաններում, ինչն ամրապնդում է Հայաստանի մոնետար ինքնուրույնությունը, այսինքն հնարավորություն տալիս ապագայում հնարավոր շոկերի ժամանակ բյուջեի ֆինանսավորման պահանջն ապահովել ներքին շուկայի հաշվին։
Հարկաբյուջետային քաղաքականությունից զատ կարևոր է քննարկել, թե բյուջետային համակարգը ինչպես է կատարելագործվում, ապահովելու համար ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը եւ բյուջետային փաստաթղթի լիարժեքությունը։ 2024 թվականին բյուջետային համակարգում արձանագրվել են հետևյալ հիմնական արդյունքները։ Բարելավել է 25 թվականի բյուջետային գործընթացը, ներդրվել են բազմամյա բյուջետավորման անցում ապահովող բաղադրիչներ։ Պետական բյուջեի փաստաթղթերում առաջի անգամ ներդրվել է կապիտալ ծախսերի գծով չիրացված պայմանագրային պարտավորությունների հաջորդ բյուջետային տարի տեղափոխման մեխանիզմ։ Ներկայացվել են ավարտի ժամկետ ունեցող միջոցառումները, բազմամյա պարտավորությունները։ Բյուջետային տեղեկատվության ամբողջականության եւ թափանցիկության բարձրացման նպատակով իրականացվել է պետական կառավարման մարմինների կողմից տնօրինվող պետական գույքի համար վարձակալական վճարի արժեքի մոտարկում եւ ներառում բյուջետային փաստաթղթերում։ Հիփոթեկային վարկերի մասով եկամտային հարկի հետ վերադարձի գծով մուտքերն ու ելքերն ամբողջական արտացոլվել են բյուջետային փաստաթղթերում։ Բյուջետային աջակցության միջոցները ամբողջական արտացոլվել են բյուջետային մուտքերում։ Վերանայվել եւ պարզեցվել են բյուջետային փաստաթղթերի ձևաչափերը։ Բարելավվել է ֆիսկալ կարգապահությունը, այդ թվում վերաբաշխումների զսպման արդյունքում տարեստարի նվազում են վերաբաշխումների վերաբերյալ որոշումների քանակը։ Վերանայվել են ծախսերի վերաբաշխման կանոնները, արդյունքային ցուցանիշները սահմանվել են կիսամյակային կտրվածքով, նվազեցնելով դրանց վերանայման արդյունքում վերաբաշխումների կարիքները։ Բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդրվել է ծրագրերի գնահատման գործընթաց։ Ներդրվել է մասնակցային բյուջետավորման գործընթաց։ Անցյալ տարի Հայաստանի Հանրապետության 4 համայնքների բնակիչներ հնարավորություն են ունեցել նախաձեռնել եւ անձամբ քվեարկել իրենց համայնքում կարևորություն ունեցող ծրագրերի իրականացման համար։ 2025 թվականին այդ համայնքների թիվն արդեն 21 է։ Հարգելի գործընկերներ, բյուջեի քննարկումը կարող է եւ պետք է դառնա մեր հանրության ամենակարևոր բանավեճերի հարթակներից մեկը, որտեղ քննարկման առարկա է ոչ թե պատրանքների, այլ իրական Հայաստանը իր իրական խնդիրներով եւ հրատապ անելիքներով։ Մեր անելիքները ճիշտ հասկանալու եւ սահմանելու համար չափազանց կարևոր է իրական աշխարհի մասին ճշմարիտ պատկերացումներ ունենալ։ Ավելի հստակ իրական Հայաստանն էական է դիտարկել իրական աշխարհի համատեքստում։ Տարիներ շարունակ գտնվելով ֆիզիկական շրջափակման պայմաններում հաճախ մեր մտածողությունն էլ է կրել այդ փակ շրջանի ազդեցությունը։ Արդյունքում մենք մեր խնդիրները դիտարկել ենք մեր տան, բակի, աչքին երևացող տարածքի մակարդակում։ Եվ թե մեր խնդիրները կոնկրետ են, վերաբերում են հենց մեզ, սակայն դրանց մեծ մասը կապ ունի արտաքին աշխարհի հետ։ Այդպիսի խնդիրներ առկա են զարգացվածության մեր մակարդակն ունեցող շատ երկրներում կամ վաղուց արդեն հաղթահարված են երկրների մյուս մասում։ Չնայած այն հանգամանքին, որ լուծումները պետք է նախև առաջ փնտրենք ինքներս մեր մեջ, կարևոր է նաև աշխարհի փորձի ընդունումը։ Ուսումնասիրելով աշխարհն իր փորձառության համատեքստում մենք ոչ միայն մեզ ավելի խորապես ենք ճանաչելու, այլև նաև գտնելու ենք նոր լուծումներ այն դժվարությունների համար, որոնք թվում էին անհաղթահարելի այնքան ժամանակ, քանի դեռ տեսադաշտից դուրս էր աշխարհի ավելի մեծ պատկերը։ Պետք է հաշվի առնել, որ աշխարհը թևակողել է турբուլենտ մի ժամանակաշրջան, որտեղ նախկին բանաձևերը այլևս կենսունակ չեն, իսկ նոր բանաձևերը դեռևս անհայտ են։ Կլիմայի փոփոխությունը, հասարակությունների ծերացումը եւ աշխարհի ռազմականացումը հսկայական վտանգներ են, որոնք անմիջականորեն ազդում են ֆինանսների վրա։ Ստիպում պետություններին ավելի մեծ դեֆիցիտով բյուջեներ ունենալ, ինչն էլ նշանակում է պարտքի անընդհատ աճող մակարդակ, որն արդեն իր ծավալով կարող է ստեղծել ճգնաժամի ռիսկեր։ 2024 թվականին աշխարհի խոշոր տնտեսությունների աճերը դանդաղել են, գլոբալ լոգիստիկ շղթաները խաթարվել, իսկ սակագնային պատերազմներն էլ ավելի մեծ անորոշություն եւ մշուշոտ հեռանկար են խոստանում։ Միաժամանակ տեխնոլոգիական առաջընթացի աննախադեպ տեմպերը եւ արհեստական բանականության ներմուծումը մեր առօրյական մի կողմից բազմաթիվ հարցեր են առաջ բերում ապագայի աշխատանքի եւ մարդկության զարգացման մարտահրավերների առումով եւ մյուս կողմից բազմաթիվ հնարավորություններ են ստեղծում տնտեսության նոր ճյուղերի ի հայտ գալու եւ տնտեսության զարգացման նոր թափի առումով։ Անորոշությունը, որի մեջ մենք ապրում ենք, պետք է անգործության պատճառ չդառնա։ Հակառակը վստահ են, որ որոշակիությունը հենց արագ գործելու, խիզախության, համառության, համախմբվածության արդյունքում է հնարավոր։ Բաց չթողելու համար որոշակիանալու հնարավորությունը մեր անելիքները պետք է հստակ լինենք։ Հենց այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում ենք։ Մեր անելիքները հստակ են՝ բարձրացնել տնտեսության արտադրողականությունը, դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները եւ մեծացնել տնտեսության բարդությունը։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, այն ճանապարհը, որով գնում ենք, հեշտ չէ, սակայն այն լավատեսության ուղենիշներով է ընդգծված։ Եթե մենք վճռական լինենք մեր գործողություններում, համախմբված եւ հավատարիմ մեր իսկ որդեգրած արժեքներին,
կարողանանք հաստատ կարողությունը կունենանք կառուցելու այն հզոր պետությունը, որտեղ հանրությունը կլինի հոգատար, իսկ անհատը երջանիկ։ Վստահ եմ ճիշտ որոշում